Նրան տապանում հյուրընկալել եմ ազգային ժողովրդավարական բևեռի անդամ Գևորգ Սաֆարյանին, պարոն Սաֆարյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Պահելով հաղորդման ֆորմատը, սկսենք ամենավերջին լուրերից, որը մեզ ենթադրում եմ կհետաքրքրի եւ մեզ լսողներին Իսրայելի խորհրդարանում կասեցվել է հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի քվեարկությունը։ Ինչ կարող եք ասել, սա բանաձև է, որը շատ քննարկվեց, շատ քննադատվեցին Հայաստանի իշխանությունները այն առումով, որ ասում են շատ չարձագանքեցին Իսրայելի արտգործնախարարության այդ նախաձեռնությանը, որը կառավարությունը հավանություն էր տվել։ Միանշանակ ոչ թե պատշաճ չարձագանքեցին, այլ ընդհանրապես չարձագանքեցին։ Եվ եղավ Նիկոլ Փաշինյանի անհեթեթ հայտարարությունը, որ իրենք չեն ուզում հայոց ցեղասպանության հարցը զենքայնացնել, ինչպես որ ինքը ձևակերպեց, իսկ սա անհեթեթություն է, բայց այդ անհեթեթությունը իհարկե սպասելի էր, որովհետև այս իշխանությունները իրենք թուրքահպատակ քաղաքականություն են վարում եւ ամեն բան անում են, որպեսզի Թուրքիային սիրաշահեն։ Ես չեմ զարմանա, որ վաղը մյուս օրը տարիներ հետո պարզվի, որ Հայաստանի իշխանությունները գաղտնի պաշտոնական նամակով դիմաց լինեն Իսրայելի իշխանություններին, խնդրանքով, որ նրանք չընդունեն հայոց ցեղասպանության փաստը։ Այսինքն սա եւս մի ապացույց է, որ մենք ունենք մեր իշխանությունը հանդիսանում է 5-րդ շարասյուն եւ վարում է թշնամական պետությունների քաղաքականությունը Հայաստանի Հանրապետության տարածքում։ Ինչ էիք ակնկալում, ինչ արձագանք պետք է հնչեր, ենթադրենք Նիկոլ Փաշինյանը չէր իշխանություն, մենք ինչպես կարող էինք օգտագործել այս բանաձևը։ Ինչպես բոլոր այլ դեպքերում, երբ որ քննարկվում էր բանաձևը Ֆրանսիայում էր քննարկվում ժամանակին, այլ ազգային ժողովներում, Հայաստանի Հանրապետությունը պետք է արձագանքեր հիշեցնելով աշխարհին, պաշտոնապես, որ տեղի է ունեցել հանցագործություն։ Իդեպ այս իշխանությունները անընդհատ փորձում են հայոց ցեղասպանության հանգամանքը դիտարկել որպես պատմական երևույթ։ Այնինչ դա իրավական երևույթ է, ցեղասպանությունը հանդիսանում է հանցագործություն համապատասխան ՄԱԿ-ի բանաձևով, որտեղ հստակ ձևակերպված է, որ հանցագործությունը պետք է պատժվի։ Եվ Հայաստանի իշխանությունները մեկ անգամ եւս առիթը օգտագործելով պետք է ընդգծեին, որ տեղի է ունեցել հանցագործություն, որը ունի հանցագործ եւ զոհ, եւ իրենց երախտագիտությունը պիտի հայտնեին պետությանը, որը որ ուրեմն բարձրացնում է այս հանցագործության մասին իր գործողություններով։ Շատ խոսվեց այն մասին, որ Իսրայելը դա անում է իր շահերից ելնելով, դա միանշանակ այդպես է, բայց եթե տվյալ հարցում X պետության մոռանանք, որ դա Իսրայելն է կամ, չգիտեմ, Ֆրանսիան է կամ Հունաստանը, X պետության շահերը համընկնում են քո պետության շահերի հետ, դու պիտի դրանից օգտվես։ Այո, ոչ մեկ հայոց ցեղասպանությունը չի ճանաչելու կամ որևիցե պետություն չի կատարելու գործողություն մեր գեղեցիկ աչքերի համար։ Պետությունները կատարում են գործողություն իշահ իրենց։ Բայց երբ որ քո հետ իրենց շահը համընկնում է, դու պիտի օգտվես։ Մեր իշխանությունները ոչ միայն չօգտվեցին, այլ նրանք ամեն ինչ արեցին, որպեսզի այդ հանգամանքը ուղղակի Հայաստանում չարծացվի, կոծկվի եւ անցնենք առաջ։ Լավ, Իսրայելի նպատակը փորձենք հասկանալ, Իսրայելի եւ Թուրքիայի հարաբերությունները լարվում են։ Նրանք մերձավոր արևելքում ունեն հակոտնյա շահեր, մասնավորապես Սիրիայի հարցում, նաեւ հիշենք, որ ուրեմն Գազայում այսպես նախապատրաստությունը Իսրայելի դեմ գործողությունների մեծամասամբ ֆինանսավորվում էր եւ աջակցվում էր Թուրքիայի կողմից։ Ինչպես նաև Թուրքիան հայտարարում է այսպես իսլամական աշխարհի առաջնորդ լինելու իր ցանկությունների մասին եւ վարում է հակաիսրայելական քաղաքականություն, ինչը լարում է Իսրայելի հետ իսրայելա-թուրքական հարաբերությունները։ Կարծում եմ, որ այս հարաբերությունները գնալով լարվելու են։ Իրանք ինչ-որ պահ կարող են մեղմանալ, ինչ-որ պահ կարող են ավելի լարվել, որովհետեւ այս երկու պետությունների ռազմավարական շահերը իրար չեն համընկնում։ Սա է նաև պատճառը, որ Հունաստանը, Կիպրոսը, ուրեմն Իսրայելի հետ ռազմավարական հարաբերությունների պայմանագիր կնքեցին, սա է պատճառը, որ Ֆրանսիան ամեն կերպ այսպես աջակցում է Կիպրոսին եւ Հունաստանին հակաթուրքական ուրեմն գործունեության մեջ, որովհետեւ այս պետությունների շահերը հակոտնյա են ուրեմն Թուրքիայի շահերին։ Մենք գիտենք, որ Թուրքիան
Կիպրոսի կեսը գրավել է, Թուրքիան ուզում է նաև գրավել հունական կղզիները, ժամանակ առ ժամանակ հայտարարում է, որ Հունաստանը այդ կղզիները չռազմականացնի, որպեսզի իր համար հեշտ լինի դրանք գրավելը։ Այս ամենին միանում է եւս մի միջերկրական ծովի պետություն, Իսրայելը, որի հետ ուրեմն Թուրքիայի ռազմավարական շահերը հակոտնյա են։ Եվ նրանց հարաբերությունները կարծում եմ, որ գնալով լարվելու են։ Ուզում եմ հրապարակային մակարդակով, երբ երկրները միմյանց մեղադրում են ցեղասպանություն գործելու, այդպիսի հանցագործություններ իրականացնելու մեջ, դրանից անդին ինչ է դա տալիս, այսինքն հայտարարություններ են, մենք տեսանք, որ Էրդողանն էլ ի պատասխան Իսրայելի նման մեղադրանքներ հնչեցրեց, մեծ հաշվով այդ հայտարարությունները ինչ կշիռ ունեն։ Եթե հարցը մնում է հայտարարության մակարդակին, ապա դա երկու պետությունների միջև, այսպես ասենք, փոխհրաձգություն է հայտարարությունների։ Եթե խոսքը գնում է արդեն պետության կողմից ճանաչման, այսինքն օրենքի մակարդակով ճանաչման մասին, սա եւս մի քայլ է միջազգային հարաբերություններում եւս մի գործիք է Թուրքիային ճնշելու համար, որովհետեւ նորից եմ կրկնում, ինչքան էլ որ այս իշխանությունները փորձում են ցեղասպանությունը դիտարկել որպես պատմական երևույթ, ցեղասպանությունը դա հանցագործություն է։ Այսինքն եւս մեկ պետություն Թուրքիային անվանում է մարդկության դեմ իրականացրած հանցագործություն իրականացնող պետություն։ Ինչը բխում է Հայաստանի շահերից, որովհետեւ Թուրքիան Հայաստանի համար մեծ վտանգ է, գոյութենական վտանգ է։ Եվ որքան որ նման գործիքներ լինեն Թուրքիայի նկատմամբ ճնշումներ գործադրելու, այդքան Հայաստանի Հանրապետության շահը առաջ կգնա։ Բայց մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունները ոչ միայն դրանից չեն օգտվում, այլ փորձում են իրենց դիրքերից պաշտպանել Թուրքիային։ Շատ լավ, քանի որ եկանք ներքաղաքական իրադարձություններ, զարգացումներ, պարոն Սաֆարյան, հիմա ընդդիմադիր հայտնի շրջանակները, որոնք մեծ թվով քվեներ էին ստացել եւ ըստ էության հայտնվել են խորհրդարանում, նրանք վերցնում են մանդատները եւ գնում են խորհրդարան, որպեսզի իրենց մեծ ներկայացվածությամբ կանխեն գործող իշխանության իրենց բնորոշման հակապետական ծրագրերը։ Դուք ինչ եք կարծում, կհաջողի այս ընդդիմությունը իսկապես կանխելու Նիկոլ Փաշինյանի, եթե ձեր նաեւ տերմինաբանությունը օգտագործենք, թրքահաճո կամ այդ Նիկոլ Փաշինյանի հակապետական եւ թրքահապատակ քաղաքականությունը կարելի է կանխել բացառապես նրան իշխանությունից հեռացնելով։ Այդ քաղաքական ուժերը մտնելով ազգային ժողով ըստ էության հաստատում են նրա իշխանությունը, այլ ոչ թե հեռացնում են, եւ երևի թե կփորձեն որոշ հարցերում դառնալ խոչընդոտ այդ գործունեությանը, սակայն դրանք մեծ հարցեր կամ շատ հարցեր չեն լինելու, որովհետև հիշենք, որ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում ունի մեծամասնություն եւ ընդամենը որոշ հարցեր կան, որտեղ ինքը անհրաժեշտություն կունենա ընդդիմադիրների ձայներ ունենալու։ Սակայն մենք պիտի հասկանանք նաեւ, որ Նիկոլ Փաշինյանը կփորձի այդ ձայները ստանալ ոչ օրինական ճանապարհներով։ Կսկսի քրեական գործեր սարքել մարդկանց գլխին, այդ падգամավորների նկատմամբ տարբեր տեսակի ճնշումներ կգործադրի, որպեսզի մի քանի падգամավոր պոկի ընդդիմությունից եւ հաշվի առնելով այդ ընդդիմության, այսպես ասենք, նվիրվածության չափը, կարող ենք ենթադրել, որ Նիկոլ Փաշինյանի ճնշումները տեղին կհասնեն եւ որոշ падգամավորների նա կկարողանա պոկել ընդդիմությունից։ Առաջին խնդիրը, որի շուրջ իշխանությունը կարող է նման գործողության գնալ եւ փորձել ընդդիմությանը ներգրավել, կարծում եք սահմանադրական փոփոխություններն են։ Ես կարծում եմ, որ մինչեւ սահմանադրական փոփոխությունները կլինեն ճնշումներ ընդդիմադիր падգամավորների նկատմամբ, որպեսզի նրանք պոկվեն ընդդիմադիր դաշտից եւ անցնեն իշխանական դաշտ, որից հետո արդեն կսկսեն ուրեմն սահմանադրության փոփոխության գործընթացը, որի համար իշխանություններին պետք են ընդդիմադիր ձայներ։ Ընդդիմադիր ձայներ ունենալը գուցե ստացվի, բայց արդյոք հանրային վստահություն կունենան կամ կկարողանան, ինչպես Փաշինյանն էր ասում, համոզել քաղաքացիներին, որ սահմանադրական փոփոխությունները անհրաժեշտ են, որ դրանք նախ եւ առաջ մեզ են պետք է ոչ թե Ալիևի պահանջով են։ Իշխանությունները այսօր էլ չունեն հանրային ուրեմն վստահություն եւ իրենց դա պետք չէ։ Մենք տեսանք ինչպես իրենք ամբողջ ընտրական գործընթացը կեղծեցին, հետո քվեարկությունը կեղծեցին, հետո սահմանադրական դատարանում տեսանք ինչ
այսպես ասենք հպատակ վիճակում էր գտնվում սահմանադրական դատարանը եւ այդ կեղծիքները նա վերստին ինչպես 30 տարիների ընթացքում կեղծիքները հաստատեց քաղաքական իշխանության եւ եթե նա կարողացավ համապետական ընտրությունները այսպես կեղծել, ապա հանրաքվեն իր համար կեղծելը խնդիր չէ։ Այսինքն ինքը համոզելու խնդիր չունի։ Իրանք կեղծեն հանրաքվեն կանցկացնեն եւ ակնհայտ է, որ այդ հանրաքվեն իրականացվում է Ալիևի պահանջով եւ Ալիևի լպիրշ հայտարարությունները նաեւ վերջին իր հարցազրույցում դրա պարզ ապացույցն են եւ մենք տեսնում ենք գնալով լպիրշացող թշնամի եւ գնալով հնազանդվող Հայաստանի Հանրապետության իշխանություններ։ Պարոն Սաֆարյան, կլոունադա եք անվանում, այնինչ տեղի ունենում Գագիկ Ծառուկյանի շուրջ այս վերջին օրերին, ինչու եք այդպես անվանում, ինչ է կատարվում, որն է ձեր գնահատականը, արդյոք ասել, որ Փաշինյանը քաղաքացիներին տված իր այդ խոստումը կկատարի եւ առաջին քայլը Գագիկ Ծառուկյանով է սկսվում այդ եռագլուխ հրեշին, այսպես ասած, իր բառերով գլխատելու գործընթացը։ Դուք երևի հղում կատարեցիք Facebook-ում իմ գրառմանը, ես այնտեղ զուգահեռներ էի տարել իմ ձերբակալության հետ, որտեղ այդպես 30 հոգով հովով, տավարածով, ինչպես ասում է հայտնի ֆիլմում, եկան եւ ինձ այսպես ծանր հանցագործից ձերբակալելու, այնինչ դրա կարիքը բացարձակ չկար, եթե ինձ զանգեին ասեին ներկայացի ոստիկանություն, որպեսզի քեզ ձերբակալեն, ես կգնայի կներկայանայի։ Այսինքն այս ամեն ինչը կլոունադա էր, որը որ մենք տեսանք նաեւ Գագիկ Ծառուկյանի ձերբակալության ժամանակ, այդ 100 հոգով զինված ներխուժեցին նրա տուն, նրան բացարձակ ավելորդ պարկացրեցին գետնին, որի կարիքը չկար, հանգիստ կարող էին ձեռքերից բռնել, տանել։ Հետո տարան ձեռնաշղթաներ գցեցին նրա ձեռքերին, որոնք ամրակապված չէին, որը ցույց է տալիս, որ այս ամեն ինչը ձևական է։ Ինչի համար է անհրաժեշտ ձեռնաշղթաները, որպեսզի տվյալ անձը որոշակի հակաօրինական վարքագիծ չցուցաբերի։ Դրա համար նրան կապում են։ Եթե դրա անհրաժեշտությունը չկա, ապա ձերբակալված անձին չի կարելի ձեռնաշղթաներ կամ այլ հատուկ միջոցներ կիրառել, եւ եթե դու ձեռնաշղթան գցում ես, բայց չես ամրակապում, դա նշանակում է, որ դրա կարիքը չկա։ Դու ուղղակի ձևական դա արել ես, որպեսզի այդ տեսագրությունը տանես եւ շեֆին ցույց տաս։ Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ ինքը հալածելու է այն քաղաքական ուժերին, ովքեր որ ընդդիմանում են իրեն, անվանելով նրանց եռագլուխ ինչ-որ քրեշ եւ այլն, սա ակնհայտ ցույց է տալիս, որ Հայաստանը ավտորիտար բնույթի պետություն է, որտեղ քաղաքական իշխանությունը ընդդիմադիրներին հալածում է իրավական գործիքով։ Եվ սա կապ չունի արդարադատության հետ։ Բացարձակ մենք ստեղ արդարադատության հետ որևիցե կապ չունի։ Մենք չէ, մենք իհարկե տվյալ գործընթացը արդարադատության հետ որևիցե կապ չունի։ Ինչու՞։ Ուրեմն իշխանությունները այս տարիների ընթացքում ոչ միայն այդ թալանչի օլիգարխներին չեն ունեզրկել օրենքի ուժով իհարկե, չեն հարուցել բազմաթիվ քրեական գործեր նրանց կատարած հանցագործությունների համար։ Իդեպ հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանը ասում էր, որ իրեն ցույց են տվել փաստաթղթեր, որոնք ապացուցում են այդ հանցագործությունները, այսինքն այդ ապացույցները իրենց ձեռքում կան։ Սակայն այդ օլիգարխները ոչ միայն չեն պատժվել, այլ նրանցից որոշները գտնվում են քաղաքացիական պայմանագիր խմբակցության կազմում ազգային ժողովում։ Այսինքն ակնհայտ է, որ տվյալ գործողությունները ոչ թե հանցագործներին ուրեմն պատժելու ուղղությունը ունեն, այլ այն օլիգարխին, որը դուրս է եկել իշխանությունների դեմ։ Այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ հանցագործը նույնպես կարող է լինել քաղաքական բանտարկյալ։ Եվ ԵԽԽՎ-ն սրա մասին իր մեկնաբանությունը ունի, որ եթե անձը հանցագործ է, սակայն պետությունը նրա նկատմամբ ունի առանձնակի վերաբերմունք, այսինքն իր նման այլ հանցագործի չի ձերբակալում, այդ հանցագործին ձերբակալում է, որովհետև նա անդիմադիր գործունեություն է ծավալում, ուրեմն այդ անձը հանդիսանում է քաղաքական բանտարկյալ։ Եվ այդ նույն իմ Facebook-յան գրառման մեջ ես գրել էի, որ մենք գտնվում ենք աբսուրդային իրավիճակում, որ հայտնի հանցագործ օլիգարխ, ուրեմն Գագիկ Ծառուկյանը, ով հանրությանը հայտնի է Դոդի Գագոմա կանոնով, բանտարկվեց որպես քաղաքական բանտարկյալ։ Սա աբսուրդ է, բայց մեր իշխանությունները մեր երկիրը հասցրել են աբսուրդի մակարդակ։
Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադայի ուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 փաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Այստեղ ռուսական հետք տեսնում եք, թե չեք տեսնում, Ռուսաստանի հետ նաև հարաբերություններին անդրադառնալով, օրինակ ուզում եմ Պեսկովի հայտարարությունը բերել, ասում է Ուկրաինայի հարցը վիճելի թեմա է Ադրբեջանի հետ, բայց դա Բաքվի հետ հարաբերությունները փչացնելու պատճառ չէ, մի տեսակ անարդար է Ադրբեջանի հետ, Ռուսաստանը ինչ էլ թույլ տան նրանք, կարծես թե ավելի հանդուրժող են, քան Հայաստանի նկատմամբ։ Հիմա նաև այս համատեքստում անդրադառնանք։ Մենք ոնց որ մոռացել ենք Արցախի մասին, Ռուսաստանը Նիկոլ Փաշինյանի ձեռքով Արցախը հանձնեց Ադրբեջանին, որպեսզի Թուրքիան Ուկրաինայի հարցում լինի լոյալ։ Այդ թվում նաև Ադրբեջանը, բայց Ադրբեջանը փոքրիկ գործոն է, այստեղ գործոնը Թուրքիան է։ Ադրբեջանը կարող է լոյալ չլինել, նրա ձայնը անլսելի է։ Այսինքն մենք տեսանք, որ տարածաշրջանում բավականին կարևորագույն հենակետ Արցախը Ռուսաստանը նվիրեց Թուրքիային Նիկոլ Փաշինյանի ձեռքով, որպեսզի նրանք լինեն լոյալ։ Իհարկե, այսպիսի պայմաններում նրանք անդադ լինելու են հանդուրժողական, անդադ լռելու են։ Իսկ Հայաստանը, որը որ հանձնվել է ամեն կերպ, այսինքն մենք հանձնել ենք մեր ամենակարևոր խաղաթուղթը, որի միջոցով մենք տարածաշրջանում եւ անգամ աշխարհում հանդիսանում ենք խաղացող Արցախի հանձնմամբ եւ մենք սրա մասին զգուշացնում ենք նախապես Հայաստանը միջազգային հարաբերություններում դառնալու է ոչինչ եւ մենք գնում ենք այդ ճանապարհով հնազանդ ենթարկվող, որովհետեւ աշխարհը չէր պատկերացնում, որ հայերը կհանձնեն Արցախը։ Եվ երբ որ Հայաստանի Հանրապետությունը նման կերպով հրաժարվեց Արցախից եւ այսօր հայտարարում է, որ Արցախը միշտ եղել է Ադրբեջանի տարածք եւ ըստ էության Հայաստանի Հանրապետությունը եղել է ուրեմն օկուպանտ, եթե
Դա Ադրբեջանի տարածքն էր, մեր զորքերը այնտեղ կանգնած էին։ Այսինքն այս իշխանությունները ոչ միայն հանձնել են Արցախը, այլ նաև մեզ դարձնում են օկուպանտ, աշխարհի առաջ համաշխարհային քաղաքականության մեջ մենք վերածվում ենք քուրչի եւ մեզ այլևս հարգանքով չեն վերաբերվում միջազգային հարաբերություններում։ Եվ սա շարունակվելու է, քանի դեռ մենք չենք վերադարձրել Արցախը, քանի դեռ մենք չենք բարձրաձայնում, որ Արցախի նկատմամբ իրավունքը մերն է եւ Ադրբեջանը զենքի բռնության ուժով մեր իրավունքները ոտնահարել է, իդեպ դա հայտարարում են ուրիշները, իսկ մենք անում ենք հակառակը։ Եվրոխորհուրդը հայտարարում է, որ հայ ժողովուրդը, մասնավորապես արցախցիները իրավունք ունեն վերադառնալու Արցախ, իսկ Հայաստանի իշխանությունները ասում են մենք այդ իրավունքից պետք է հրաժարվենք։ Այսինքն այսպիսի իրավիճակում մենք դառնում ենք միջազգային հարաբերությունների մեջ մի հնազանդ պետություն, որին ամեն ինչ կարելի է ստիպել։ Հիմա Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում կատարվողը դուք ինչպես կբնութագրեք։ Դա եւս ներկայացում է։ Եթե ներկայացում է, ապա Ռուսաստանի աջակցություն ունեցող այս ներսում գտնվող ուժերի հետ այս բարվելակերպը ինչի մասին է, այսինքն Փաշինյանը ինչ է փորձում է նրանց միջոցով ինչ-որ մեսիջներ հասցնել, որոնք ուղիղ չի կարողանում հասցնել, ինչ մենք հասկանանք ընդհանուր մեծ պատկերում։ Ինչ մենք հասկանանք մեծ պատկերում, երբ որ մեծ պատկերում մենք տեսնում ենք, որ Հայաստանը գտնվում է ռուսական զոնայում, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է։ Բայց դուք նաև ասում եք, որ մենք հանձնում ենք Թուրքիային, հնազանդենք թուրքական ծրագրերին։ Ով Նիկոլ Փաշինյանի միջոցով Արցախը հանձնեց Թուրքիային։ Որ պետության զորքներ այնտեղ կանգնած։ Ռուսաստան։ Այսինքն մեզ Ռուսաստանն է հանձնում Թուրքիային։ Ռուսաստանը կողմ է այս հանձնմանը։ Այնիշ տեղի է ունենում, այսպես կարելի ասել, հանձնում ընդունում է տեղի ունենում Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ։ Ինչու՞, որովհետեւ Ռուսաստանը տարածաշրջանից դուրս է գալիս, ոչ իր կամքով, բայց ինքը, խնդրեմ, այսօր Ռուսաստանը, որը աշխարհին նավթ է վաճառում, աշխարհին բենզին է վաճառում, այսօր իր երկրում բենզին չունի։ Իսկ ինքը չի կարողանում իր քաղաքացուն բենզին կամ այլ ուրեմն վառելիք մատակարարել։ Այո։ Այսպիսի ծանր վիճակում գտնվող Ռուսաստանը ստիպված դուրս է գալիս տարածաշրջանից, եւ որպեսզի նրան տարածաշրջանում արևմուտքը չփոխարինի, նա հրավիրում է իր վաղեմի բարեկամին, որի հետ ժամանակ առ ժամանակ պատերազմում են, բայց դա նման է կռիվ երկու եղբայրների միջև, հա, շատ արագ հետո բարիշում են, եւ Թուրքիային Ռուսաստանը հրավիրում է տարածաշրջան։ Արցախի հանձնումը այդ հրավերի առաջին քայլն էր։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի եւ իշխանությունների թուրքահպատակ քաղաքականությանը Ռուսաստանը այնքան էլ դեմ չի։ Ուրիշ հարց է, որ որոշ հարցերում նա դեռ փորձում է իր իշխանությունը այստեղ պահպանել, ինչը կապված է նաեւ ուկրաինական ճակատում իր ուրեմն կարգավիճակի հետ, բայց ինչքան այնտեղ ինքը թուլացավ, այնքան ավելի հեշտ է հանձնելու Հայաստանը Թուրքիային։ Որ հարցերում է փորձում իր ազդեցությունը պահել եւ արդյոք պահում է հենց այդ ռուսամետ ուժերի միջոցով, որոնք անցան խորհրդարան։ Ոչ միայն նախ ռուսամետ ուժերի միջոցով, երկրորդը իսկով ասեց, որ ԿՊ-ն հակառուս միջոց է։ Բա որ հակառուս չէ, ինչու չկա այդ շնորհավորանքը ըստ էության, որը գուցե շատերի գնահատմամբ կարևոր չէ, կարող է Ռուսաստանը չշնորհավորել եւ դա մեզ չպետք է հետաքրքրի այդքան, բայց ամեն դեպքում դա մեսիջ է, դա մեսիջ է, այո, եւ կա որոշակի այսպես ժամանակավոր լարվածություն, որը շուտով կանցնի։ Եվ Նիկոլ Փաշինյանը ու քաղաքացիական պայմանագիրը իր գործունեությամբ ոչ թե հայտարարություններով, իր գործունեությամբ որևիցե հակառուսական գործողություն չի կատարել։ Եվ հենց Արցախի հարցը Նիկոլ Փաշինյանը իրականացրեց Լավրովի պլանը, եւ Պուտինը շատ ուղիղ տեքստով դա ասեց, այնիշ տեղի է ունենում Արցախում, տեղի է ունենում ըստ Լավրովի պլանի։ Սա ռազմավարական նշանակության գործողություն էր եւ կարելի ասել համաշխարհային նշանակության գործողություն էր, որովհետեւ Թուրքիայի լոյալությունը շատ կարեւոր է Ռուսաստանի համար, որպեսզի նա հարձակվի Ուկրաինայի վրա։
Եվ այս ամեն ինչը իրականացվել է Նիկոլ Փաշինյանի ձեռամբ։ Ռուսաստանը ուզում էր այստեղ իշխանափոխություն իրականացնել իրականության մեջ ռեալ, այսպես ասած։ Նայեք, ես կարծում եմ, որ իհարկե մենք ներքին խոհանոցին ծանոթ չենք եւ պնդումներ անել չենք կարող, բայց ես կարծում եմ, որ Ռուսաստանի մոտեցումը այսպիսին էր, որ նա դեմ չէր լինի իշխանափոխություն անելուն, բայց եթե իշխանափոխություն չեղավել, մեծ խնդիր չէ։ Նույն սև ու սպիտակը կշարունակվի Հայաստանի քաղաքական դաշտում եւ Ռուսաստանի շահերը ըստ էության կիրականացվեն եւ Ռուսաստանը հանգիստ հանձնելով Հայաստանը Թուրքիային դուրս կգա այս տարածաշրջանից։ Սահմանափակումները, այսինքն հետ չեն կանգնի սահմանափակումների։ Ես կարծում եմ, որ միաժամանակ չարձանագրել, որ այդ սահմանափակումներով այնուամենայնիվ Ռուսաստանը մղում է գոնե այստեղի տնտեսվարողներին իսկապես իրենց համար շուկաներ փնտրել, համագործակցության եզրեր գտնել տարբեր երկրների հետ։ Նա տեսնում է, որ Հայաստանը այդ շուկաները չի փնտրում իր ուրեմն արտադրողի համար։ Եվ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը դրա մասին էր։ Նա ասաց գնացեք ձեր համար համակերպվեք նոր շուկաների։ Իսկ այդ նոր շուկաներին համակերպվելու համար պետքա պետական համապատասխան ծրագիր։ Պատկերացնենք, այսպես գետնի վրա։ Բայց Եվրոպական միությունը ինչին է աջակցելու։ Այն ինչին է, շատ կարևոր հարց է։ Իսկ Եվրոպական միությունը ինչին է աջակցելու, եթե Հայաստանի իշխանությունները այդ գործընթացները հայեցակարգով չեն լուծում։ Ասում եմ, գնացեք ինչ ուզում եք արեք։ Չոր պետությունը պիտի ուրեմն մշակի համապատասխան ստանդարտներ։ Բայց եվրոպացի պաշտոնյաները, որոնք գալիս են, իրենք գալիս են այստեղ ինչին են։ Գալիս են, ասում են մենք պատրաստ ենք ձեզ օգնելու, իդեպ միշտ էլ պատրաստ են, որպեսզի դուք ռուսական լծից դուրս գաք, ինչպես նաև չգնաք դեպի թուրքական լուծ, որովհետև Եվրոպայի առաջին թշնամին եթե Ռուսաստանն է, ապա երկրորդ թշնամին բանն է, Թուրքիան է։ Սակայն այս իշխանությունները ասում են ոչ, մենք միանշանակ գնալու ենք դեպի թուրքական լուծ, իսկ ռուսական լծից ազատվելու մեջ, ահա նորից մենք տեսնում ենք Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, գնացեք սեփական ուրեմն տնտեսվարողներին, գնացեք ինչ ուզում եք արեք։ Դե տնտեսվարողները գուցե գտնեն իսկապես իրենց համար շուկաներ, եւ այստեղ տապալեն եւ Ռուսաստանի եւ Հայաստանի իշխանությունների ծրագրերը։ Վրա մի օրինակ բերեմ։ Մարդը գյուղատնտես է։ Եվ տարիներ շարունակ արտահանել է իր ծիրանը դեպի Ռուսաստան։ Հիմա ասենք օրինակ նա պիտի արտահանի այդ ծիրանը դեպի Եվրոպա։ Եվրոպական ստանդարտներով այն, ասենք, թունաքիմիկատները, որը որ կիրառվում է, անթույլատրելի են։ Երբ որ այդ մարդը գնա թունաքիմիկատներ գնելու խանութ, այնտեղ ուրիշ թունաքիմիկատ չի գտնելու։ Այդ մարդը, որը որ ուզի համակերպվել, այդ դեպքում ինչ է անել։ Եվ սա այդ ամբողջ համակարգի մի փոքրիկ էլեմենտ է։ Ես ձեզ ասեմ, որ Հայաստանի իշխանությունները մինչ օրս եվրոպական հենց թունաքիմիկատների մասով եվրոպական ստանդարտները չգիտեն։ Ոչ թե իրենք դրան համապատասխան կարգավորումներ արդեն օրենսդրական եւ ենթաօրենսդրական կարգավորումներ չեն ստեղծել։ Նրանք այդ ստանդարտները դեռ չգիտեն։ Դեռ նոր փորձում են փորձարարական մակարդակով ինչ որ բաներ անել, ինչի համար տարիներ է իրանց պետք լինել։ Այս պայմաններում հիմա դուք գնում եք, ասում եք ուրեմն տնտեսվարողին գնա եւ համակերպվիր օրինակ եվրոպական շուկային, որը դու իր համար չես էլ բացել դեռ։ Եվ ոնց է ինքը համակերպվելու։ Ինչ է անելու այդ մարդը։ Ես այս հարցերը տալիս եմ, որպեսզի հասկանանք Ռուսաստանի, այսպես ասած, պլան մաքսիմումը։ Կամ պլան մինիմումը, չգիտեմ դուք ինչպես կանվանեք։ Ռուսաստանի Եթե սահմանափակումները գործողությունները այսքանից հետո դուրս չեն գալիս, եթե իր աջակցությունը վայելող ուժերը ընդունում են ըստ էության ընտրությունների արդյունքները եւ վերցնում են մանդատները, գնում են խորհրդարանում աշխատելու, իսկ ինչ են ընդունել, եթե Ռուսաստանը ուզում էր, որ Հայաստանում իշխանափոխություն լինի։ Ռուսաստանը երբ որ ուզեց Հայաստանում իշխանափոխություն լինի, Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության։ Հիմա Ռուսաստանը ուզում է իշխանափոխություն լինի եւ իր ուրեմն իրեն ենթակա ուժերին չի հանում փողոց։ Ինչի՞ չի հանում։ Որովհետեւ իր համար այնքան էլ վատ չի, որ այդ ուժերը գնան ազգային ժողով եւ նույն սև ու սպիտակը շարունակվի։ Հնարավոր է, որ սա իր ուզած 100%-ը չի, 80%-ն է կամ 90%-ն է։ Բայց Ռուսաստանը այսպես արճակատումով չի փորձում Հայաստանում իշխանափոխություն անել։ Նա իր հրահանգում է իր ենթակա ուժերին, ասում է գնացեք ազգային ժողով դուրս մի եկեք փողոց։ Այս պայմաններում դեռ երկար կսպասի Փաշինյանը Ռուսաստանից հրավերի Պուտինի հետ հանդիպման մասնավորապես։
Ես չգիտեմ, բայց եթե հրավերը լինի, Փաշինյանը մեծ հաճույքով այդ հրավերը կընդունի։ Դե այո, նա հայտարարել է այդ մասին։ Վերջերս նորից նա գնաց եւ Ռուսաստանի վարչապետի հետ շատ սիրալից հանդիպումներ ունեցան։ Այսինքն այս իշխանությունների համար նրանք իհարկե դա կոծկում են բազմաբևեռ քաղաքականության ուրեմն քողի ներքո, բայց եթե դուք տեսնեք Փաշինյանի իշխանության ժամանակ նրա այցելությունների քանակը դեպի Ռուսաստան եւ դեպի Արևմուտք որպես հավաքական, անգամ ոչ թե ասենք դեպի Ֆրանսիա կամ դեպի ԱՄՆ, այլ հավաքական Արևմուտք իր այցելությունների քանակը անհամեմատ ավելի քիչ է, քան իր այցելությունները Պուտինի դուռը։ Եվ սա ցույց է տալիս, որ այս իշխանությունները այդ սերտ կախված հարաբերությունները Ռուսաստանից պահպանում են։ Եվ այդ Ռուսաստանի ուրեմն դաբրոյով եւ թողտվությամբ են նրանք գնում դեպի Թուրքիա, որովհետեւ Ռուսաստանը դրան դեմ չի։ Եվ ամփոփելով պարոն Սաֆարյան, ամեն դեպքում վերադառնանք Գագիկ Ծառուկյանին, փորձենք հասկանալ այդ դեպքում այս ձեր նկարագրածի պայմաններում ինչու նա մտավ այս քաղաքական պայքարի մեջ, ինչու արվեցին հայտարարություններ, որոնց հետևից վստահաբար կարող էր իշխանությունը գնալ, շատ լավ իմանալով Օրինակ, ինչ արտահայտություն։ Դե այն վիրավորական հայտարարությունները, որոնք քարոզարշավի ընթացքում Գագիկ Ծառուկյանը անձամբ հնչեցրեց Փաշինյանի հասցեին, Ծառուկյանը ամենաթույլ օղակն է այս ռուսամետ ուժերի։ Նայեք, խնդիրը Փաշինյանի գործողությունները հիմնված չեն այդ վիրավորանքների վրա։ Փաշինյանը վիրավորեց Ծառուկյանին, Ծառուկյանը վիրավորեց Փաշինյանին, խնդիրը այդքան դրանում չէր, բայց հետագայում հիշենք, որ կենտրոնական հանձնաժողովը բերեց իրավիճակը ընտրություններին վերաբերող իրավիճակը մի այնպիսի եզրագծի, որտեղ Գագիկ Ծառուկյանը կարող էր անցնել ազգային ժողով եւ կարող էր չանցնել ազգային ժողով։ Սա արվեց արհեստական եւ ես համոզված եմ, որ Գագիկ Ծառուկյանին առաջարկ արվեց իշխանությունների կողմից լինել իշխանամետ, որպեսզի իշխանությունները ստանան այն մի քանի ընդդիմադիր ձայները, որպեսզի կարողանան սահմանադրությունը փոխել։ Գագիկ Ծառուկյանը դրանից հրաժարվել է եւ այս գործողությունները նաև այդ ուրեմն այս հալածանքները այդ ենթատեքստը ունեն, որ նա չի համագործակցել ռեժիմի հետ։ Սամվել Կարապետյանը հայտարարեց, որ ընդդիմադիր բոլոր ուժերին հրավիրում է համագործակցության, դուք տեսնում եք նրա հետ համագործակցության հնարավորություն, ես հիշում եմ, որ Ժիրայր Սեֆիլյանը դեմ չէր կարծես թե Սամվել Կարապետյանի հետ համագործակցության։ Ժիրայր Սեֆիլյանը հետևյալ ձևակերպումը արեց, եթե տվյալ ուժը ընտրի ճիշտ օրակարգ, ապա մենք կարող ենք եւ համագործակցել։ Ես չեմ պատկերացնում, որ այդ տվյալ ուժը կարող է ընտրել ճիշտ օրակարգ։ Ինչու՞։ Իհարկե ճիշտ օրակարգը չի կարող լինել Հայաստանի ինքնիշխանության հաշվին, այսինքն ճիշտ օրակարգը դա ինքնիշխան Հայաստանի օրակարգն է, իսկ այս քաղաքական ուժը ինքը ոչ միայն, այսպես ասենք, ապացույցներ չի ներկայացնում, որ ինքը ռուսական ուղղվածություն կամ ռուսահպատակ ուղղվածություն չունի, այլ նրանց հայտարարությունները կարծես թե ավելի ու ավելի ուղղված են դեպի ռուսահպատակությանը։ Այսքան բանից հետո, երբ որ մենք տեսանք, որ Ռուսաստանը Նիկոլ Փաշինյանի ձեռամբ անգամ Արցախ հանձնեց, եւ այսքանից հետո խոսել, որ մեր ապագան Ռուսաստանի հետ է եւ այլն, ինձ համար նման հայտարարությունները անթույլատրելի են, այսինքն այս տվյալ քաղաքական ուժը պետք է ապացուցի բոլորիս, որ ինքը գնահատում է Հայաստանի ինքնիշխանությունը որպես բացարձակ արժեք եւ դեմ է ռուսահպատակ կամ ռուսական գուբերնիա լինելու։ Եթե կլինի նման գործողություններ, եթե կլինի ապացույցը այդ ճիշտ օրակարգի, ապա ճիշտ օրակարգի հետ կարելի է համագործակցել։ Ուղղակի ես չեմ պատկերացնում, որ տվյալ քաղաքական ուժը կարող է ճիշտ օրակարգ ընտրել։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում է ազգային ժողովրդավարական բևեռի անդամ Գևորգ Սաֆարյանի հետ, մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել էկրանին երևացող QR կոդով։